որտեղ մենք Խաչիկյանի հետ բավականին մեծ կյանք անցանք, որտեղ դպրոցում սովորելու տասնյակ տարի, ամենապակասը մի 8 տարի սովորել ենք այդ դպրոցում, հետո մի տասնյակ տարիներ, մի 20 քանի տարի միասին աշխատել ենք օպերային թատրոնում, որտեղ մենք երկուսը բալետի դերասաններ ենք եղել, հետո այդ տեսակ վաղ վիճակվեց, որ եկանք եւ ավարտելուց հետո մեր պարային կարիերան, մենք արդեն եկանք եւ դպրոցում ինքը արդեն ստեղ եկավ որպես սկզբնորեն դասական բարի, որտեղ ինքն էլ դասական բարի այդ ամբողջ անցավ բալետային եւ հետո Ազատ Ղարիբյանի հետ միասին վանայեցին եւ անցավ այդ եւ շատ լավ ընդունեց այդ բանը եւ դրա համար իրան հրավիրեցին եւ երկի բարի անսամբլը ղեկավարելու, որտեղ այնտեղ ամբողջը հայկական բանի մեջ է եւ շատ լավ էր տիրապետում եւ ստեղ եկավ արդեն մեր ժողովրդական բարի բաժնի վարիչ։ Այդ տեսակ այդպես կարճ ենք պատմում, բայց դա տասնյակ տարիների ունենք իրար եւ բեմում ենք իշքան իրար հետ բանել։ Ինքը Մերկուցո, ես Տիբալտ իրար հետ, որտեղ հիմա հիշելը ցավով ենք ասում, բայց կյանքը ինչ անես, շատ անժամանակ Խաչիկյանը հեռացավ եւ պետք է ասեմ եւ թատրոնում ոչ թե ինչ որ բալետի դերասան էր, մենակատար էր, բավականին դերեր ուներ օպերային թատրոնում։ Հետո եկավ երկի բարի բավականին լավ բեմադրություններ, ոչ թե միայն ինչ որ զուտ մի փոքր պար կամ եսի միջ, արդեն սկսում էր ինչ որ մեծ կտավներ բեմադրել, Սասունցի Դավիթ, Անուշ, Տիգրանյանի երաժշտության բանման, որտեղ ասում էր պետք է էլի, որտեղ մենակ պարերով, միայն զուտ պարերով չեն կարողանա պարարվեստը շատ զարգացնել եւ բանալ։ Գիտես, ասում ենք հսկայական ենք ասում, ինչ ենք ասում, բայց իր ներդրումը շատ մեծ է։ Մինչև հիմա արդեն քանի տարի ինքը մեզ հետ չի, բայց վերականգնում ենք իր ապարերը, անպայման պետք է լինի բոլոր համերգներին, անպայման պետք է իր վերջի արածը դա կապույտ թռչում, շատ բան, ասում եմ Խաչիկյան, ասում եմ կապույտ թռչուն, ասում եմ, բայց իրեք աղջիկ ես պարածնում, դե լավ են ասում Դիվանյան, այդ իրար այդ կատակները բան ունեինք, մախմուր աղջիկ, ասում եմ, դե մի հատը մախմուր աղջիկ, բայց դու լիքը աղջիկներ ես բանը, այդ տեսակ որտև եւ անպայման ինչ որ մի բան անում էր, մի հատ արինայի էլի, մի հատ արինայի, որտև եւ ինքն էր իրանից պահանջում եւ կատարողներից էր շատ պահանջում։ Բացի իր ասելուց, որտև մենք եւ ունենք եւ սովորում ենք եւ անենք անում հայկական բարի մեծ մասնագետներ, որպես Ազատ Ղարիբյան, Վանուշ Խանամիրյան, Վիլեն Գարստյանը սկսեց բեմադրել, Նորայ Մեհրաբյանը եւ ինչն է այդ միասնությունը, որ բոլորը դասական դպրոց են ավարտել, բոլորը դասական հետո նոր անցել են հայկական, այդ ինքնատիպությունը երևի դրանից էր գալիս, որ պետք է էլի այնց լավ էր ասում մեր երեխեքը, որ մեր դպրոցը որ ավարտում են դուրս են գալի, պետք է իմանան այսա պարարվեստի քոլեջի երեխա է, որտեղ մի անգամից որտեղ ինքնատիպությունը այդ արտաքին տեսքից էլ իրենց պահվածքից արդեն պետք է զգաս, որ բան այդ դրանում այդ բանում շատ բծախնդիր էր, որ բան, իր ինքնատիպությունը, որ ամեն ինչին պետք է հասներ այն մեզ համար ոնց որ ասում բարի մեջ գագաթնակետ չկա, բայց ինքը ձգտում էր հասներ այդ գագաթնակետին, որ դա ամեն ինչով լավ լինի, թե երաժշտական ընկալումից, թե շարժում կատարելուց, թե բան, այդ դա է ինքնատիպությունը, որտեղ մենք այդքան շատ բան չունենք, մենք ես այն անուններ նշեցի, այնքը մտնում է այդ շարքի մեջ, այդ անունների շարքի մեջ է մտնում, որտեղ եւ իր արածը եւ ինքը իրենից էր բանանում պահանջում, որ բան չլինի, նման չլինի սրան, նման չլինի նրան եւ բան, որտեղ կոլեկտիվ պահելը հենա երկի բար եւ ստեղը բաժին, մի բաժին, դա հեշտ բան չի, դա պետք է ունենաս եւ մարդկային
ունակություն, մարդկային զուտ եւ ներողություն էլ ոչ թե միայն խստությունը մենակ չես կարող։ Այս բաներ կար ասում ես չեմ կարողանում ասում Ադիբանյան, որտեղ ես երեխեքը հիմա չգիտեմ դա բանի համար փոքր աշխատավարձ են ստանում բոլոր կոլեկտիվներում։ Հիմա ասում են հիմա մարդիկ գնում են ուրիշ տեղեր են աշխատում։ Հիմա ասում են չես գալի որ կհանեմ, բայց ասում են ոնց անես որ եթե ընտրություն անես, այնտեղ ավելի շատ են ստանում, իրանք կգնան այնտեղ։ Դա համար այդ բանը դա ճկուն պետք է լինես այդ հարցերում էլ, որտեղ գիտենք բոլորս, որտեղ մեր բարելուստի բանը այն դժվարին արվեստա, հոյակապ բարարվեստ, բայց քիչ վարձատրվող։ Այդ տեսակը դա պետք է անկեղծորեն պետք է ասենք, որտեղ չպետք է ինքները դժվում էր ասում Ամրտ եկել են բան, ասում պիտի գնանք երեկոյան ռեստորանում բարենք, որ չես կրա արկել ես, մարդիկ գրում են իրենց ընտանիք են բավականել։ Այդ տեսակ այդ ինքնատիպությունը այլ մեջներ վերցնում բանանում, համջղայնանում էր, համբաներանում, բայց ասում էր իրականությունը սա է, եթե ուզում ես դու կոլեկտիվ բանանես, ուրեմն ամեն ինչի պետք է չզիջես ինչ-որ բան, որ որակը իջնի, ընդհակառակ որակը պահպանելով, բայց հասկանալով մարդկանց իրադրությունը, մարդկանց այդ վիճակը։ Մի ժամանակ այդ ասում եմ ներկայացումների մասին հետո ունեինք մի գայների մեջ ենք զբաղված ինքը Կարեն Եզգիկո տարբեր դերեր են Ռոմեո Ջուլիետի մեջ ինքը Մերկուցո ես բան ունեց շատ կարճ եմ ասում շոտ դեպք պատահեց մեկին շպագայով վնասեցի մեկին շպագայով վնասեցի բեմում մեկը սենց եկավ ասեց լսում ես սրա ասեց ինձանից 2 տարի մեծ էր չէ ասում ասա լսում ես սրա հանկարծարան ձեր չգցես ասում բանի օրը ասել շպագով ծակեց ասում Խաչիկյան շպագենս լավ բանով իզոլացիոնով հատատել եմ դա համար չի լինի սենց եմ անի այդ իզոլացիոն ասեց արա քուրս չունես որտեվ այն միշտ հյուրախաղերի ժամանակ եկե հիմա հիշելը բան այն առաջինը Արգենտինա հետո ես միջը այն արաբական երկրները որ շատ էին գրում ինքն էլ բավականին այդ մոռացած է բավականին բանը հրավերներ ուներ այդ համայնքներում այդ աշխատելու սկսած Հունաստան Սիրիա Ֆրանսիա էլ որտեղ ասես ու հենց այնպես չեն հրավիրում մարդ կար անուններ չեմ տալի հրավիրում էին հետո ասում են ասում չի լինի ուղարկի բայց ինքը կարողանում էր ասում հələ պարող էլ չեն ասում դրանցից պետք է պարող սարքի այդ բանը որտեղ կար որտեղ եւ միշտ ասում ենք էլի այդ ասում եմ ամենա սիրադմանս որ ասում ենք մեկ-մեկն է տղամարդ ենք բանենք մեկ է գալիս ասում եկել է երկիպարից հետո վազելով գալիս էր ստեղ ման դասում էր երուսին մեկ ասում Խաչիկյան ասեց մտքինը տասա ու գնում ենք ինչ-որ միտեղ այդ պարտադիր կերպով ամիսը մի անգամ, 2 անգամ ու շատ էր սիրում մարդամոտ էր և ինչ-որ մի բան անդառնալի կործրեցինք բոլորի այդ մեծերի գնալով Ազատինը ուրիշ, Արիբյան, Անիկինը ուրիշ, Վիլենինը ուրիշ, Փարկաս դրլը իրականը կապեց, գնաց Ամերիկա։ Իսկ այդենց ինչ-որ մի անգամ ես դժվար ասել դա, որտև կյանքի մարդ էր։ Հետո ուզեինք էլ մենք իրար չենք կարողանում վիճեինք։ Մի անգամից խոսքեր գտնել և ասելը շատ դժվար որտեղ հենը գնալուց հետո սենց զարմացանք առավոտյան հեռախոսով խոսեցինք հետ ասեց Ադիբանյան հեսա գալիս եմ մի քիչ հետո դպրոց եմ գալի բան եմ անում բայց հետո չենք մենք էլ ինձ զարմում մեր Սաննան զարմում ասում եք իրես Խաչիկյան ասում 2 ժամ առաջ եմ խոսած հետ այդ էլ է պատահականը բոլորիս համար չգիտեմ ինչ ասայի լսում ես, որ մենք տենց էինք խոսում իրար ինք ասում էր Դիվանյան, ես ասում էի Խաչիկյան երկուսս է որ Հովանես ենք դրա համար ասում էի Խաչիկյան, Դիվանյան
ջան, շուտ գնացիր։ Շուտ գնացիր։ Այնքան ոնց որ ասած անելու բանում էին։ Այդ կարելի է իրան ասել, բայց այն ինչ որ մենք ռեալ մարդիկ են բանում, ինչ որ այդ կարելի է միայն ինչ որ մի բան հիշել, ասել, բայց մարդը պետք է լինի, որ իրան դեմքին ասես այդ ամեն ինչ, բայց դա կասի շատ շուտ։